Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ, Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, երեք Հայաստան ժամանեց Մասիսի քաղաքապետը, որի համար դատավճիռ էր կայացվել, բառացիորեն մի քանի օր առաջ, ինչու կալանավորվեց նա եւ ինչու հիմա, այս պահին, երբ ինքը հանդես էր գալիս նաեւ որպես վարչապետի թեկնածու իմպիչմենտի գործընթացում, այսպես ասած։ Շնորհակալ եմ նախ հրավերի եւ շնորհակալ եմ նաեւ հարցի համար։ Այո, ինչպես դուք նշեցիք, երեք Հայաստան ժամանեց Մասիսի քաղաքապետը Դավիթ Համբարձումյան անուն ազգանով, ով հանրությանը թերևս հայտնի է երկու դրվագով։ Առաջինը նրա ով լինելն է, նա նախկին տխրահռչակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի աղջկա ամուսինն է։ Սա այսքանով ինչքանով որ նա հայտնի է քաղաքական շրջանակներում կամ ինչպես է հանրությունը նրան ճանաչել, եւ երկրորդը ձեր կողմից նշված անձնավորությունը 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխության ժամանակահատվածում իր շրջապատի ներկայացուցիչների հետ, իրենց այդ յաշիկներով, խամերներով, այն ամենով, ինչը որ իրենց տարանջատում էր հասարակ քաղաքացուց, զինված նաեւ զենքով, զինված տարբեր մահակներով եւ այլն, բռնություն էին գործադրում այն երիտասարդների եւ ուսանողների նկատմամբ, ովքեր ցանկանում էին Մասիսից գալ եւ մասնակցել Թավշյա ոչ բռնի հեղափոխությանը։ Փառք Աստծո, մենք չենք ապրում պալեոլիթի ժամանակահատվածում եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կարելի է գտնել, պեղել եւ նայել համացանցում։ Իմ խոսքերի ապացույցը գտնվում է համացանցում, իսկ թե ինչու հենց հիմա, հենց այսօր, ես դա կարող եմ կապել այն վարույթի հետ, որը շատ վաղուց է փաստորեն ձեռնարկվել, վարույթը վաղուց է ձևավորվել եւ իրավապահների կողմից ընդհանրվել, բայց ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը ի վնաս Հայաստանի Հանրապետության զարգացման շատ դանդաղ մեր կողմից, նույնիսկ մեր կողմից անդադար պախարակման է արժանանում այս դանդաղ գործելավոճի համար եւ գուցե սա համընկավ, բայց մյուս կողմից, ինչպես դուք նշեցիք, այո, Դավիթ Համբարձումյանը, այսպես ասած, այդ անլուրջ, անհաջող գործընթացի, իմպիչմենտի ընթացքում իբր հանդես էր գալիս Հանրապետական կուսակցության համար վարչապետի թեկնածու, ինչը ես կարծում եմ ավելի վատ տարբերակ հնարավոր չէր գտնել այս իրենց կողմից որակված խիստ կարևոր քաղաքական process-ը միանգամից անհաջողության մատնելու համար եւ կցանկանամ նաեւ այս համատեքստում ձեր ուշադրությունը եւ մեր հանրության ուշադրությունը, հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւս երկու պատգամավոր կային, ովքեր վարչապետի այլընտրանքային թեկնածու դիտարկում էին Էդմոն Մարուքյանին եւ երբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանը ռազմական հեղաշրջման կոչեր էր հնչեցնում եւ արդեն օդի մեջ կախված էր այս հակասահմանադրական կոչի հետևից, որ պետք է գնան իրավապահ մարմինները, Էդմոն Մարուքյանը իբր արդեն վարչապետ էր, իբր արդեն վարչապետի ընդունված այլընտրանքային թեկնածու էր, անմիջապես արձագանքեց միջադեպին եւ ասաց, որ ինքը հոժարակամ հերույ է կանգնում այս կարևոր պաշտոնից, իր տեղը զիջելով Միքայել Աչապահյանին։ Այս երկու process-ները ինչու ցանկացա միևնույն համատեքստում դիտարկել, որովհետեւ այն անձինք, այն քաղաքացիները, ովքեր հովանավորվում են կամ ովքեր որդեգրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքական որոշակի շրջանակների կողմից, վարչապետի պաշտոնը կամ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը կամ նույնիսկ մեր օրերում հոգեվորականի սքեմը օգտագործում են ոչ թե այդ պաշտոնին կամ այդ ստատուսին ծառայելու համար, այլ իրենց անօրինությունները, ապօրինությունները եւ հանցանքները կատարելու եւ դրանց հետևում թաքցնելու համար, այսինքն իմ կողմից թվարկված աշխատանքները եւ ոչ միայն դրանք կլինեն հանրային ծառայություն կամ ծառայության համակարգի ներսում օգտագործում են, այսպես ասած, որպես ինդուլգենցիա հետագա քրեորեն պատժելի արարքներից խուսափելու համար։ Տիկին Ստեփանյան, գնալով խորանում է հոգեվորականների եւ իշխանության այս ճգնաժամը կամ չգիտեմ ինչ բառով ասեմ այս իրավիճակը, Փաշինյանը հայտարարեց, որ այս գիրակի նույնպես պատարագին է մասնակցելու այն քահանայի մոտ, ով ըստ
մայրաթորի կարգալույց է արված, ուր է հասնելու այս ճգնաժամը, ինչպես եք տեսնում լուծումը, եթե լուծումը դեռ, այսինքն կողմերը դեռ չեն գնում ոչ մի փոխզիջման։ Պարոն Իսրայելյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ ձեր հարցի ձևակերպման համար։ Դուք նշեցիք, որ իշխանությունների եւ հոգեվորականների միջև կա որոշակի տարաձայնություններ, հակասություններ, որովհետեւ բոլոր այն հարթակներում, հարցազրույցներում, որտեղ մենք հիմնականում հրավիրվում ենք, միշտ ձևակերպումը հետեւյալն է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները պայքարում են հայ եկեղեցու դեմ, որը բնականաբար ի բնե սխալ ձևակերպում է, եւ այո, մենք ունենք որոշ հոգեվորականների հետ խորը հակասություններ, ասեմ, որ այդ հակասությունները չեն առաջացել մեր կողմից, որովհետեւ ինչպես իրենք են նշում, եկեղեցին անջատ է պետությունից, բայց չգիտես ինչու, այդ եկեղեցին անջատ է պետությունից ձևակերպումը ցանկանում են ծառայեցնել միայն իրենց շահերին համապատասխան։ Այսինքն պետությունը անջատ է եւ հոգեվորականները ինչ ուզեն կարող են անել, խառնվել Հայաստանի Հանրապետության գործերին, քաղաքական հայտարարություններով հանդես գալ, քաղաքական կոչեր անել, նույնիսկ առաջնորդել քաղաքացիական անհնազանդություններ, որոնք օրհնում է Հայաստանի Հանրապետության այսպես կոչված կաթողիկոսը, բայց երբ որ օրինակ իշխանությունները արդեն հասկանում են, որ խնդիրը ոչ թե իշխանությունների դեմ պայքարն է, որի իրավունքը նորից եմ կրկնում հոգեվորականները չունեն, այլ կոչ են անում արդեն Հայաստանի Հանրապետության պետության եւ պետականության դեմ, որոշակի քայլեր պետք է բնականաբար ձեռնարկվեն, որովհետեւ մենք պարտավոր ենք այս երկիրը պահել, պահպանել այնպես, որ կարողանանք փոխանցել մեր սերունդներին անկախ ինքնիշխան, այլ ոչ թե ինչպես օրինակ հոգեվորականներից շատերը նույնիսկ նշում են, կարող եմ օրինակ հիշատակել Բագրատ Սրբազանին, կարող եմ հիշատակել Արագածոտնի թեմի առաջնորդին, կարող եմ հիշատակել հենց Գարեգին II-ին, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում են միութենական պետությունում եւ եթե անգամ ձևակերպումը այդքան ուղիղ չէ, նրանք սատարում են այն քաղաքական ուժերին, ովքեր չեն բացառում Հայաստանի Հանրապետության ապագան միութենական պետության մեջ։ Գիտեք, ընդհանուր առմամբ անցած կիրակի տեղի ունեցող գործընթացները, որոնք տեղի ունեցան Հովանավանքում, ինձ հիշեցրեցին 2018 թվականի դեպքերը, երբ քաղաքացիները ողողել էին Հայաստանի Հանրապետության մեծ ու փոքր համայնքների փողոցները, բայց Սերժ Սարգսյանին, այսպես ասած, սխալ էին զեկուցում։ Եվ երբ Մարիոթում տեղի ունեցավ հայտնի հանդիպումը, այն ժամանակ դեռևս ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի միջև այսօրվա վարչապետը միտք ձևակերպեց եւ հնչեցրեց, ասաց, որ դուք չեք տիրապետում իրավիճակին եւ ձեզ սխալ են զեկուցում, որին մի քանի օր անց արդեն հետևեց Սերժ Սարգսյանի հայտնի ձևակերպումը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Գիտեք, շատ նման են այսօրվա իրադարձությունները դեպքերին, մի թեթև տարբերությամբ, որ ըստ երևույթին Գարեգին II-ին ճիշտ չեն զեկուցում իրավիճակը եւ նա չի տիրապետում այն իր հոգեվոր իշխանության շրջանակներում այն իրողություններին եւ այն վերաբերմունքին, այն խուլ դժգոհություններին, որ իր հանդեպ կա եւ իր, այսպես ասած, ղեկավարման կառույցում կա եւ սա թերևս ուղիղ իր արձագանքը գտավ այն, ես կարող եմ նույնիսկ ասել հազարավոր քաղաքացիների կողմից, ովքեր պարզապես գնացին Հովանավանք լսելու Գարեգին II-ի կողմից կարգալույծ արված Տեր Արամի մասնակցելու Տեր Արամի պատարագին, որտեղ էր նաև Նիկոլ Փաշինյանը եւ երեք մի փոքր ժամանակ ունեցել եմ հետևելու լուրերին, հետևելու լրահոսին եւ մեր ընդդիմադիր գործիչներից շատերը, ընդ որում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական թևերից ասում էին, որ վարչապետը պարտվեց, վարչապետի ուզած քանակով մարդիկ չէին հավաքվել։ Ես ուզում եմ նշել, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ անդամ եմ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եմ եւ կարող եմ միանշանակ եւ աներկբա ասել, որ որևէ մեկը մեզ չի ասել, որ մենք պարտավոր ենք մասնակցելու պատարագին կամ որ մենք պետք է մեր ընտանիքի անդամներով մասնակցենք պատարագին, բերելով մեր հետ նաև մեր ընկերներին կամ այն ողջ շրջապատին, որտեղ մենք ունենք որոշակի համակրանք եւ սիմպաթիա, ընդհանրապես վարչապետը ասել է, որ ինքը մասնակցել է Կիրակնորիա պատարագին եւ մարդիկ ինքնական պարզապես գնացել են այնտեղ ի տարբերություն կաթողիկոսին, ով օգտագործելով օրինակ իր հոգեվոր իշխանությունը ստատուսով իրենից ավելի ցածր հոգեվորականների նկատմամբ, օրինակ
պարտադրել է, որպեսզի նրանք իրենց ընտանիքի անդամների հետ եւ իրենց ընկերների հետ մասնակցեն այն ցույցերին, որոնք կազմակերպում է մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, եւ դրանք հիմնականում իշխանությունների դեմ են, որոնք իրենց հիմքում, եթե մի քիչ ավելի խորանանք, շատ ավելի ուրիշ process-ների մասին են ազդարարում։ Տիկին Ստեփանյան, կաթողիկոսը չի ուզում հեռանալ, թե չեն թողնում, եթե հաշվի առնենք, որ շատ են նրա հասցեին իշխանության կողմից հնչեցված մեղադրանքները, որ նա ուղղորդվում է որոշ ընդդիմադիր խմբերին, մասնավորապես նախկին նախագահների կողմից, նույնիսկ Փաշինյանը նրան մեղադրեց գործակալ լինելու մեջ, չի ուզում, թե չի կարողանում հեռանալ։ Գիտեք, ինձ թվում է այս հարցը արդեն հուզում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով այս կամ այն չափով հետաքրքրված է, թե ինչ է տեղ ունենում առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Իդեպ Գարեգին II-ի եւ ոչ միայն նրա գործակալ լինելու մասին վկայությունները բավականին տևական ժամանակ կային հայաստանյան մամուլում, ընդ որում ոչ 2018 թվականից հետո նաև դրանից առաջ, այո, դրանից առաջ նույնպես կային խոսակցություններ, եւ խոսակցությունները մասնավորապես շատ ավելի ակտիվ էին եւ շատ ավելի ինտենսիվ էին նրա եղբոր Եզրասի անվան շուրջ, եւ կարծես թե կաթողիկոսը նորից շահագործելով իր հոգեվոր կարգավիճակը, կարծես թե իր ազգուտակին խոպան է ուղարկել Հայաստանի տարբեր հոգևոր վայրերում ծառայություններ իրականացնելու, նրա եղբայրը օրինակ Մոսկվայում հայկական թեմի առաջնորդ է, նրա քրոջ որդին, որքան հասկացա, Արագածոտնի թեմի առաջնորդն է, նրա մյուս բարեկամը Հայաստանի Հանրապետությունում դարձյալ հոգևոր դաշտում հոգևոր ծառայություններ իրականացնելու փոխարեն օրինակ պատասխանատու է ՄՈՄ-ի այսպես բիզնեսի համար եւ ասվածից վառ ապացույցներ իրավապահ համակարգի կողմից հայտնաբերված այն բոլոր հնարավոր թանկարժեք իրերի, զենք զինամթերքի, արծաթի, հայկական եւ այլ արտարժույթով փողերի տրցակները, որոնք իրավապահ համակարգը ցույց տվեց։ Ինչ վերաբերում է ուզում է գնալ, թե չի կարողանում, ես կարծում եմ, որ նա մինչև վերջ ցանկանում է կարճած մնալ իր աթոռին եւ նա հստակ գիտի, որ ինչպես ինքն է տարիների ընթացքում կոմպրոմատներ հավաքել իր ծառայակից հոգևորականների, այնպես էլ իր մասին կան որոշակի կոմպրոմատներ եւ մտածում է նախ ձգձգել այս իրավիճակը մինչեւ 2026 թվականը, որ հնարավոր է իր տերերը կամ իր տերերի տերերը կամ բոլոր նրանք, ում հետ ինքը փոխկապակցված է բնավ ոչ հոգևոր կապերով, որոշակի փոփոխություն կլինի եւ այս ամեն ինչը կներեք ձևակերպմանս համար կջնջվի, կջրվի եւ հանրության ուշադրությունից հեռու կմնա։ Եվ մյուս կողմից մտածում եմ, որ ինքը գիտի, որ ինքը խորտակվելու է, որովհետև կարծում եմ նա գոնե ինքը գիտի ինչերի մեջ է ինքը թաթախված, միգուցե ես չգիտեմ, միգուցե դուք չգիտեք եւ շատերը չգիտեն, բայց ինքը գիտի եւ որոշել է, որ ինքը եթե պիտի խորտակվի, ապա իր հետ թող խորտակվեն նաեւ շատ շատերը։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր այն հոգևորականները, ովքեր մաքուր են, ովքեր իսկապես իրենց համարում են Աստծո զինվորները եւ ոչ երբեք Կտրիչ Ներսիսյանի զինվորները, ով ինքնին իր զինվորական պատրաստակամությունը հայտնել է Ռոբերտ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանամերձ այլ քաղաքական իշխանությունների, որոնց թելերը տանում են նույնիսկ մեր հիմնական դաշնակցի երկիր։ Նա որոշել է, որ պետք է օրինակ պատժի բոլոր այն երիտասարդ հոգևորականներին, ովքեր մաքուր են, ընդվզում են եւ հանդգնում են իր խոսքը չանել, իսկ բոլոր նրանք ում վրա կան հսկայական մեծ կոմպրոմատներ, ուղղակի սսկված սպասում են, թե իրենց հերթը երբ է հասնելու, բայց ես վստահեցնում եմ, որ եթե կաթողիկոսի մասին արդեն խոսել են 1, 2, 3, 4 քահանաներ, ովքեր եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այսպես ասած չունեն կաշկանդվելու որևէ բան, չունեն վախենալու որևէ բան, խոսում են, իսկ բոլոր նրանք, ովքեր որ կաշկանդված են, ովքեր որ գիտեն, իրենց հոգեոր ծառայության ընթացքում շատ մեծ սխալներ ան եւ այս սխալների արդյունքը կամ պատիժը կարող է շատ դաժան լինել, դեռևս այսպես սուր սպասում են։ Հետևաբար երկուսն էլ ձեր կողմից հնչեցրած հարցերը չի ուզում գնալ, թե չի կարող գնալ, երկուսն էլ կարծում եմ ապրելու եւ գոյություն ունենալու իրավունք ունեն, նայած թե որ տեսանկյունից ենք մենք նայում, բայց կարծում եմ Գարեգին II լավ կանի սուսուփուս գնա
հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել իր անձի շուրջ, ինքը ինչ է արել եկեղեցում, ինչ է արել հոգևորականների հետ, ինչ այլասերված գործերի մեջ են թաթախված ինքը եւ իրեն շատ մտերիմ համարող թիմը, որովհետեւ ես ցանկանում եմ բոլորի ուշադրությունը գրավել հետեւյալ հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, Հայաստանի Հանրապետությունում մենք գնում ենք ազգային եւ ժողովրդավարական իրավապահ համակարգի ինստիտուցիոնալացման եւ այդ ինստիտուցիոնալացման հիմքերը ավելի ամրացնելու ճանապարհով եւ որևէ մեկը չմտածի, որ ինքը կարող է թաթախվել այս կամ այն խնդրի մեջ եւ օրինակ դա հեռու մնա Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների կամ պատկան մարմինների ուշադրությունից։ Հետևաբար այն հարցը, թե ինչու հենց հիմա արդյոք դա կապված չէ Կովկասի մահմեդականների առաջնորդի հայտարարություններ, ես ուզում եմ ասեմ, որ ոչ, բոլոր նրանք, ովքեր որ հողում են անում Կովկասի մահմեդականների առաջնորդներին, գուցե նրանք նրա հետևորդն են, չգիտեմ, էլի պնդում չեմ կարող անել, ես գալիս եմ եւ ելնում եմ իմ խոսքում Հայաստանի Հանրապետության իրադարձություններից եւ թող բոլորը ուղղակի իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում ծառայությունները քնած չեն։ Եվ եթե կլինեն ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության պետության եւ պետականության դեմ, եթե օրինակ որևէ բնում, այդ թվում նաեւ օգտագործելով եկեղեցիները, այդ թվում նաեւ քաղաքական կեղտոտ շահերին խառնելով հոգեվորականներին, մտածում են, որ իրավապահ համակարգի ձեռքերը այնտեղ չեն հասնի, սխալվում են։ Տիկին Ստեփանյան, Սերժ Սարգսյանը այսօր, եթե չեմ սխալվում, իր դատավարության դատական նիստից հետո կրկին հայտարարել է, որ Հայաստանում արդարադատություն չկա, դատավճիռները կախված են մեկ անձի կամքից, նկատի ունի երևի Փաշինյանին։ Անկեղծ ասած չեմ հետևել, երեկ էլ նաև Սերժ Սարգսյանի կուսակցության մի քանի պատգամավորներ ասում են, որ Հայաստանում չկա արդարադատություն, գիտեք, ինչ որ Աբս ասում են 37 թիվ է, խոսքի ազատություն չկա, ժողովրդավարություն չկա։ Հա, 37 թիվ է, ոչ մեկ թույլ չի տալի, որ պետության դեմ ոտնձգություն արի, ոչ մեկ թույլ չի տալի, որ մարդիկ հանգիստ կաշառքով զբաղվեն, ոչ մեկ թույլ չի տալի, որ մարդիկ հանգիստ ռազմական կոչեր անեն, ոչ մեկ թույլ չի տալի, որ հոգևորականները հանցավոր խումբ ձևակերպեն եւ որոշեն, որ այս կամ այն քաղաքացուն պետք է պատերի տակ գյուլեն, պետք է ավտոբուսներ տրաքացնեն, պետք է ինչ-որ մարդկանց սպանեն, հետո ընտանիքներին կոմբին, իսկապես 37 թիվն է, բայց գիտեք գալով այն մտքին, որ ասում են, թե Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չկա, ես իհարկե չեմ ասի Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չկա, բայց Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն շատ դանդաղ է իրականանում, որ ընդհանրապես չկա, բնականաբար համաձայն չեմ, բայց որ դանդաղ իրականացում համաձայն եմ եւ եթե արդարադատությունը մի քիչ ավելի արագ լիներ Սերժ Սարգսյանն է եւ Սերժ Սարգսյանին հարող մի քանի պատգամավորներ կամ կուսակցականներ իսկապես խոսելու հնարություն չէին ունենա, այլ ոչ թե մի բան էլ կքննադատեին արդարադատությանը կամ արդարադատություն իրականացնող համակարգին։ Ուղղակի Սերժ Սարգսյանի տրամադրությունը չեմ ցանկանա գցել ասելով հերթական ճշմարտությունը, մենք ժառանգել ենք այն արդարադատության համակարգ, որ Սերժ Սարգսյանը ստեղծել է իր իշխանության 10-15 տարիների ընթացքում։ Ի վերջո Սերժ Սարգսյանը միայն նախագահ չէր, նախագահ դառնալով չէր, որ այս երկրի իշխանության կարևոր դերակատար է դարձել։ Սերժ Սարգսյանը 91-92 թվականներից շատ ակտիվ եղել է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացների առանցքում, բավականին ակտիվ դերակատար է եղել եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ մարմիններ, շատ ինստիտուտներ, որ չեն կայացել կամ շատ դանդաղ են կայանում, դա Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն է։ Այ որ Սերժ Սարգսյանը զբաղվեր իր գործով, այլ ոչ թե կազինոներում հերթական անգամ պարտվեր Հայաստանի Հանրապետության բյուջեի փողերը, երբ որ Սերժ Սարգսյանը զբաղվեր իր հիմնական գործով ոչ թե օրինակ ինչպես այսօր հռչակում են իրենց ձևիստները բարերար Սամվել Կարապետյանի ստիպեր, որ իր համար առանձնատուն կառուցեր, հետո էլ Սամվել Կարապետյանը օրինակ այդ դրամը դներ բարեգործություն եւ որոշեր, որ կարող է դա թանկով վաճառել հայ ժողովրդի վրա։ Ես կարծում եմ այսօր դժգոհելու առիթ չեր ունենա, որտեղ կլիներ արդարադատություն եւ ինքը շատ արագ եւ արդար կերպով կհայտնվեր այնտեղ, որտեղ որ իր տեղն է, իր կուսակից ընկերներից շատերի տեղն է եւ իր համախոհներից շատերի տեղն է։ Տիկին Ստեփանյան, մեր ձևովները հայտարարել էին, որ ավելի լավ է ոչ թե ճանապարհներ եւ դպրոցներ կառուցեք, այլ գործարաններ բացեք, ինչեք ճանապարհ եւ դպրոց կառուցում։
Գիտեք, երբ որ Նարեկ Կարապետյանի մասին ինձ հարց են տալի, ես շատ դժվարությամբ եմ կարող լուրջ պատասխանեմ այս հարցին, որտեղ ես կարծում եմ ամենամեծ վատությունը թերևս այս երիտասարդին անում են իր հորեղբայրը, իր հայրը եւ բոլոր նրանք, ովքեր այսպես ծափահարություններով նրա նորամուտն են ցանկանում տոնել կամ բենեֆիսն են ցանկանում կազմակերպել քաղաքական կյանքում, դա անում են բավականին անհաջող, բավականին անտաղանդ, բավականին տգեղ եւ ամեն անգամ այս տղան իր հերթական հաշվետվությունների կամ հարցազրույցների ընթացքում մի այնպիսի բան է ասում, որ ասենք դրանից հետո ինքը ուղղակի պետքա գնա եւ զբաղվի մեկ այլ բանով, որը որ իր հոգուն հարազատ է, որը որ իր մտավոր ունակություններին համապատասխան է։ Տեսեք, մի անգամ Նարեկ Կարապետյանը խոսելով վարչապետի մասին ձևակերպում էր արել, թե իբր վարչապետը միանձնյա ձգտում է կառավարել Հայաստանի Հանրապետությունը եւ նա ցանկանում է եւ երկրի վարչապետը դառնալ, եւ երկրի թիվ 1 դատավորը դառնալ, եւ պաշտպանության նախարար դառնալ, եւ առանց ամաչելու ձևակերպում էր տվել, թե կգա ժամանակ եւ վարչապետը գուցե նաեւ ցանկություն հայտնի մասնակցելու մանկական Եվրատեսիլին։ Այստեղ իհարկե բավականին ինձ համար բավականին տգեղ է հիշել այս հատվածը եւ մեկնաբանել, բայց այստեղ երբ որ հոգեբանների քաղաքական հոգեբանության տեսանկյունից ենք նայում, այս երիտասարդը պարզապես մանկական Եվրատեսիլի մակարդակից ավել աճ չի գրանցել եւ իր երազանքների մրցույթը, իր երազանքների կազմակերպությունը, հայ իր երազանքների այդ պայքարի հարթակը թերևս եղել է եւ մնում է մանկական Եվրատեսիլը։ Ես կարծում եմ ինքը լավ կանի, ուղղակի նստի եւ հետեւի մանկական Եվրատեսիլի իրադարձությունների եւ քիթը չմտցնի այնտեղ, որտեղ իրեն որևէ մեկը չի սպասում։ Ինչ վերաբերում է նրա կողմից արված հերթական հայտարարությանը, նախ ես ուզում եմ ասեմ, որ գործարաններ կառուցելու համար պետք են խելք, գիտելիքներ, որը Հայաստանի Հանրապետությունում տալիս են կրթական հաստատությունները։ Ես չգիտեմ ինքը որ կրթական հաստատությունում է սովորել, որ օրինակ ունի գիտելիքների այդպիսի հսկայական պաշար, օրինակ որ կարծում է ճանապարհներ պետք չեն կառուցել։ Գիտեք, մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր, բայց քանի որ ճանապարհները վատ վիճակում են եւ տրանսպորտը այդ վատ ճանապարհների պատճառով չի կարողանում համապատասխան գրաֆիկով աշխատել, քաղաքացիները պարզապես չեն կարողանում իրենց համայնքներից, իրենց տներից, օրինակ որևէ փոքր կամ մեծ գյուղական համայնքից գնալ որևէ մեծ քաղաքական մարզկենտրոն աշխատանքի, որտեղ ճանապարհները վատն են։ Շատ հետաքրքիր կորելացիա կա իդեպ վատ ճանապարհների եւ թափուր աշխատատեղերի միջեւ։ Երբ որ ճանապարհները բարեկարգվում են, այդ տարածաշրջանում եղած թափուր աշխատատեղերը բավականին արագ համալրվում են։ Իսկ Նարեկ Կարապետյանի ասած հերթական անհեթեթությունը չգիտեմ ինչպես մեկնաբանել, բայց այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա։ Ես գիտեմ, որ նրանց հաշվետվությունը, այսպես ասած, նայեցի, երբ որ իրենք ինչպես անցկացնել ամառային արձակուրդները վերնագրի ներքո, օրինակ Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղեր էին այցելել ամառային ամառվա ընթացքում եւ այսպես զարմանքով կարծես նոր էին բացահայտել Հայաստանի Հանրապետությունում դու մի ասա գյուղեր կան, դու մի ասա այդ գյուղերում մարդիկ են ապրում, դու մի ասա այդ գյուղերի մարդիկ բավականին իրազեկված են, դու մի ասա այդ գյուղերի մարդիկ բավականին հետաքրքիր առաջարկություններ կարող են անել կամ եղած խնդրին տարբեր այլընտրանքային լուծումներ տան եւ ինքը այսպես շատ զարմացած այդ մասին խոսում էր, նույնիսկ արձանագրում է, ասում է մենք միջև մեր համապատասխան այսինչ կամ այնինչ հանձնաժողովում փորձում էինք հասկանալ թե լուծումը ինչպես այլ քաղաքացիները այս լուծումը փաստորեն տալիս էին եւ նա իսկապես զարմանում է եւ ասում է որ մենք այսուհետ հետաքրքրվելու ենք եւ ֆինանսավորելու ենք բոլոր տաղանդավոր երիտասարդներին կամ ինչ որ գործարաններ են ուզում կառուցել, չգիտեմ, երիտասարդ ընտանիքների համար այս կամ այն ծրագիրն են առաջ քաշում։ Դա լավ է, շատ լավ է իհարկե։ Իսկապես ողջունելի է, բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում։ Ես գիտեմ, որ Սամվել Կարապետյանը բավականին տևական ժամանակ է, որ Forbes-ի ամսագրում գտել է իր համապատասխան տեղը, այսինքն նա նոր չի հարստացել, վերջին տասնամյակում չի հարստացել, բավականին երկար 20 եւ ավելի տարիներ եղել է փաստորեն Հայաստանի Հանրապետության մեծահարուստներից մեկը։ Բա ինչու մինչև հիմա Սամվել Կարապետյանի մտքով չէր անցել, օրինակ, որևէ օժտված երեխայի ֆինանսավորել, որ նա Հայաստանը ներկայացնի այս կամ այն տեղում։ Ինչու որևէ օժտված երեխայի չէր օգնել, որ օրինակ նա կարողանա որոշակի կրթաթոշակով սովորել եւ միթե սա այն Սամվել Կարապետյանը եւ իր թիմը չեն, ովքեր օրինակ էլեկտրաէներգիայի գերհաշվարկ են առել ոչ ավել, ոչ պակաս զինվորական կառույցների վրա։ Գիտեք, այդ
մեդալի մի կողմը ցույց տալը այդ եւ նաեւ իրենց դեմքը պահելը, ռեբրենդինգ անելը, մի կողմից ասելը, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը այդքան էլ լավ չի աշխատել, որտեղ աշխատել է հենց Նարեկ Սարգսյանի հայրը, մի կողմից Ռոբերտ Քոչարյանից հեռանալ, ում գաղափարական ընկերն է Ռոբերտ Քոչարյանը եւ խոսել այսպիսի վեհ բաներից, բայց օրինակ ասել, որ իրենք չեն պատրաստվում միանալ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական փուլում, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բանակի տարբեր լրագրողներ որոշակի գործառույթներով հայտնվում են Նարեկ Կարապետյանի թիմում, հա, Ռոբերտ Քոչարյանը այնտեղ է ուղարկել դասանի ավագին եւ դասանի դասղեկին, իդեմս 1-2 լրագրողների, իդեմս Վարդևանյան Արամի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը տեսել է, որ իր այս մի պրոյեկտն էլ գուցե ոչ միայն իր, այլ նաեւ մեծ եղբոր պրոյեկտն էլ դեռևս այսպես նորամուտը չարած արդեն կանգնած է ցախողման եզրին, բայց Հայաստանի Հանրապետությունը իրենց հայրենիքը չէ, այդ ինչպես իրենք տեսնում են, այդ հայրենիք չէ, Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է բոլոր օրենսդրական նախապայմանները, որպեսզի ապահովի Հայաստանի քաղաքական դաշտում սերնդափոխություն, դա ոչ միայն կարևոր է այս պահին, այլ նաև կարևոր է հետագայում, որտեղ մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին իսկապես արժանի է, որպեսզի ունենա լավ իշխանություն, որպեսզի ունենա լավ քաղաքական ուժեր, ովքեր կտան համապատասխան քաղաքական լուծումներ։ Տիկին Ստեփանյան, ինչով առանձնացավ խորհրդարանական շաբաթը։ Դուք մերժեցիք նաև ընդդիմության նախագիծը ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին օրակարգ ընդունելու։ Սա մերժեցիք, որովհետեւ ընդդիմություններ ներկայացրել թե սխալ նախագիծ։ Գիտեք, ես ասում եմ, որ Հայաստանում տևական ժամանակ է, օրինակ, այդքան շատ անեկդոտներ չեն պատմում մարդիկ իրար, ինչու որտեղ քաղաքական դաշտը իսկապես լցված է անեկդոտանման տարբեր իրադարձություններով։ Ձեր կողմից նշված նախագիծը, օրինակ, ներկայացրել էր պատիվ ունեմը, որի հիմնական սերուցքը Հայաստանի Հանրապետության հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, ովքեր բերել էին, որ իբր թե այդպես քաղաքական ճգնաժամ կա Հայաստանի Հանրապետությունում եւ պետք է այն այդ նախագիծ, ասենք թե այդ նախագիծը այդ քաղաքական ճգնաժամը պետք է լուծեր։ Եվ գիտեք, այս ֆոնի վրա 2 օր առաջ նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկը իրեն այսպես շատ լուրջ քաղբանտարկյալի դերում պատկերացնող Արմեն Աշոտյանը խոսում էր, ասում էր լրագրողի այն հարցին, թե ինչու եք վարանում, ինչու կտրուկ չեք մտնում քաղաքականություն, չէ որ ժողովուրդը ձեզնից այս է սպասում, այն է սպասում, ասում էր հարգելի լրագրող, չեմ ուզում անուն տալ, որ գովազ չդառնա, ասում էր հարգելի լրագրող, գիտեք, եթե խնդիրը քաղաքական լիներ, մենք իհարկե քաղաքական լուծում կտայինք դրան, բայց այստեղ խնդիրը քաղաքական չէ, այստեղ խնդիրը արժե համակարգային է եւ եթե կուզեք քաղաքակրթական։ Ես կարծում եմ, որ շատ ազնիվ կլիներ իրենք իրենց համար եւ իրենք հանրության համար եւ այն քաղաքացիների համար, ովքեր այս կամ այն հանգամանքով պայմանավորված հավատում են իրենց հույսերը, իրենց քաղաքական հետաքրքրությունները եւ շահերը կապում են Արմեն Աշոտյանի կամ, չգիտեմ, պատիվ ունեմ դաշինքի հետ, գոնե իրենց հետ ազնիվ լինեն եւ այդ նախագիծը գրելուց վստահ եմ ուղարկի, որ Արմեն Աշոտյանը նույնպես մասնակցություն է ունեցել այս հարցում, բայց նույնիսկ եթե չի ունեցել, հաստատ նրա կարծիքը հարցրել։ Հիմա շատ կարևոր է, որ միևնույն ուժի 2 ներկայացուցիչներ ի վերջո իրենք իրար մեջ կան ընդհանուր հայտարարի Հայաստանի Հանրապետությունում վերջը քաղաքական ճգնաժամ կա, թե չկա։ Եվ եթե կա քաղաքական ճգնաժամ, ապա ինչու մենք չենք տեսնում այդ նույն քաղաքական ուժերի այն օրակարգերը, որոնք գալու են այդ քաղաքական ճգնաժամը օրինակ լուծելու։ Չկա նման բան։ Մի իմպիչմենտ էին ձեռնարկել, այն էլ ինչպես պարզվեց ոչ թե Հայաստանը փրկելու համար էր այդ իմպիչմենտը, այլ պարզապես դա հնարավորություն էր, որպեսզի Դավիթ Համբարձումյանը խուսափի իր քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվություն կրի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք առայժմ։